Եթերում ազատ լուրերի հիմնական թողարկումն է, ես Անի Ստեփանյանն եմ, բարև ձեզ, կարևորի մասին նախամարոտ։ Առաջիկայում մեծ իրադարձությունների ենք սպասում, որոնք կապված են առաջին հերթին TRIP նախագծի գործարկման հետ, հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը գործատուների հետ հանդիպմանը։ Ինչ հարցեր են քննարկել հանդիպման մասնակիցները։ Հայաստանի քաղաքասարակության ներկայացուցիչների այցը Ադրբեջան կրկին ակտիվ քննարկումների առիթ է դարձել։ Մասնակիցների գնահատմամբ, սակայն նման շփումները կարևոր են տարածաշրջանում խաղաղություն ամրապնդելու համար, ինչ խնդիրների են անդրադարձել կողմերը Գաբալայում կայացած հանդիպմանը։ Վարորդների նկատմամբ ցանկացած ոտնձգություն ուղղված է ոչ միայն տվյալ աշխատակցի, այլև ամբողջ քաղաքային համակարգի դեմ, հայտարարել է Տիգրան Ավինյանը Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական հերթական խորհրդակցությանը։ Նիստում քննարկվել է նաև տեղատարափ անձրևների հետևանքով մայրաքաղաքում ստեղծված իրավիճակը։ Իսլամաբադում անցկացված Միացյալ Նահանգներ Իրան 24 ժամ տևած բանակցությունները ավարտվել են առանց վերջնական համաձայնության, որն էլ ավելի կխորացնի առանց այդ էլ լարված իրավիճակը տարածաշրջանում։ Միացյալ Նահանգները արդեն սկսել է Հորմուզի նեղուցի շրջափակումը։ Հունգարիան չի աջակցի Ուկրաինայի արագացված անդամակցությանը Եվրամիությանը, սակայն Բուդապեշտը պատրաստ է քննարկել Կիևին վարկ տրամադրելու հարցը, հայտարարել է ՏԻՍԱ կուսակցության առաջնորդ Պետեր Մադյարը, որի կուսակցությունը հաղթել է խորհրդարանական ընտրություններում, օրվա միջազգային անցուդարձը։ Առաջիկայում մեծ իրադարձությունների ենք սպասում, որոնք կապված են առաջին հերթին TRIP նախագծի գործարկման հետ, հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը գործատուների հետ հանդիպմանը, որի ժամանակ քննարկվել են աշխատատեղերի ստեղծման տեմպերը, տնտեսության զարգացման հեռանկարները և տեխնոլոգիական փոփոխությունների ազդեցությունը աշխատաշուկայի վրա։ Նման հանդիպումներ անցկացնելու նպատակը պետություն մասնավոր հատված գործակցության ամրապնդումն է տնտեսական կայուն աճ ապահովելու համար։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային նախաճաշի ձևաչափով հանդիպել է երկրի խոշոր գործատուների ներկայացուցիչների հետ քննարկելու տնտեսության զարգացման և աշխատաշուկայի վերափոխման հիմնական ուղղությունները։ Վարչապետն ընդգծել է, որ հրավիրված են այն ընկերությունների ներկայացուցիչները, որոնք ստեղծել են ամենաշատ աշխատատեղերը Հայաստանում։ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել գործարարներին, նշելով, որ հենց նրանց գործունեության շնորհիվ է, որ հնարավոր է դարձել ապահովել աշխատատեղերի զգալի աճը վերջին տարիներին։ Նրա խոսքով 2018 թվականից ի վեր Հայաստանում ստեղծվել է 288 հազար աշխատատեղ և այս գործընթացներում առանցքային դերակատարում է ունեցել մասնավոր հատվածը։ Բայց ակնհայտ է, որ այդ աշխատատեղերը մենք չենք ստեղծել, այդ աշխատատեղերը դուք եք ստեղծել։ Իհարկե կառավարության քաղաքականությունները նպաստել են դրան եւ միջավայր ենք նաեւ մենք որոշակի ստեղծել։ Վարչապետը միաժամանակ շեշտել է, որ կառավարությունը շարունակելու է ձևավորել բարենպաստ տնտեսական միջավայր, հիշեցնելով, որ ծրագրային նպատակներից է տարեկան առնվազն 25000 նոր աշխատատեղի ստեղծումը։ Քննարկման կարևոր թեմաներից մեկը եղել է տնտեսության թվայնացումն ու արհեստական բանականության ներդրումը։ Փաշինյանը նշել է, որ տեխնոլոգիական զարգացումները ոչ միայն հնարավորություններ են ստեղծում, այլև ռիսկեր, հատկապես աշխատաշուկայի համար։ Այդ համատեքստում նա կարևորել է պետություն-բիզնես գործակցությունը, աշխատաշուկայի ճիշտ տրանսֆորմացիա ապահովելու նպատակով։ Ես միշտ այս ժամանակաշրջանի մասին մտածելիս մտածում եմ առաջին արդյունաբերական հեղափոխության մասին, որ երբ որ հոսքագծերը ստեղծվեցին, մանուֆակտուրաները ստեղծվեցին, արհեստավորները հարձակվում էին մանուֆակտուրաների վրա, հրդեհում էին մի հարցադրման ներքո, եթե այսպեսին է լինելու աշխատանքը, մենք ինչով ենք զբաղվելու եւ ինչով ենք ապրելու։ Իհարկե հարցը այդ պահին ուներ իր հստակ հիմնավորումը, բայց հետո այլ բան տեղի ունեցավ։ Մարդկային հսկայական ներուժ իրոք ազատվեց եւ մարդկային հսկայական ներուժը, որ նախկինում մտածելու ժամանակ չուներ, սկսեց մտածել եւ արդյունքում տեղի ունեցան այն տեխնոլոգիական ճեղքումները, որոնք մենք այսօր ես պատկերավոր ասած ասում եմ մարդը արհեստանոցից կտրվեց եւ սկսեց մտածել եւ ստեղծեց տիեզերանավ եւ թռավ տիեզեր։ Եվ այս առումով ես կարծում եմ, որ արհեստական բանականությունը նույնպես այդ էֆեկտն է ունենալու եւ մենք պետք է հասկանանք ինչ ունենք անելու, ինչ ուղղություններում պետք է համագործակցենք, որպեսզի կարողանանք աշխատաշուկայի ճիշտ տրանսֆորմացիան ապահովել։ Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև տնտեսական ընդհանուր ցուցանիշներին։ Վարչապետի խոսքով վերջին տարիներին նույնիսկ համավարակի եւ պատերազմի պայմաններում Հայաստանում արձանագրվել է միջինում 7% տնտեսական աճ, ինչում զգալի ներդրում ունեն գործարար համայնքի ներկայացուցիչները։
ներկայացուցիչները։ Կառավարության ղեկավարը նաև նշել է, որ պետությունը միլիարդավոր դրամներ է ներդրել տնտեսության արդիականացման ծրագրերում, նպատակ ունենալով բարձրացնել արտադրողականությունն ու մրցունակությունը։ Մեր ամենահաջողված ծրագրերից մեկը, որը հույս ունեմ, որ ներկաների առնվազն զգալի մասը օգտվել է, մասնավորապես տնտեսության արդիականացման ծրագիրը, որ մենք խոսակցական լեզվով լիզինգի ծրագիր ենք անվանում, ինքը շատ կարծում եմ էական դերակատարում է ունեցել, որպեսզի մենք տնտեսական այս դինամիկան ապահովենք։ Վարչապետը խնդրել է գործարարներին ընդառաջ գնալ այն աշխատակիցներին, որոնց աշխատավարձը մոտ է առողջության ապահովագրության նախանշված սահմանային գումարին եւ օգնել առողջության համընդհանուր ապահովագրության շահառու դառնալ։ Այստեղ է, որ մեր հարգելի գործատուները շատ առանցքային դերակատարում ունեն, որովհետեւ դա ըստ էության համագործակցության մի նոր պլատֆորմա, որտեղ բայց կարծում եմ, որ սա փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարց է, որտեղ առողջության ապահովագրություն նշանակում է ավելի առողջ աշխատողներ, ովքեր ավելի արտադրողական են իրենց աշխատանքի մեջ եւ ավելի լավ տրամադրություն ունեն հիմնարկներում եւ ավելի լավ տրամադրություն են ապահովում եւ երկրորդը իհարկե մենք նախորդ տարի կյանքի ռեկորդային տևողություն ենք արձանագրել Հայաստանի Հանրապետությունում 78.4, որը մեր պատմության մեջ աննախադեպ թիվ է։ Ադրբեջանի հետ խաղաղության հաստատման համատեքստում Հայաստանի տնտեսության նոր փուլում կայուն աճ ապահովելու համար վարչապետը կարևորել է նաև պետություն մասնավոր հատված ամուր ու կայուն գործակցությունը։ Լուսինե Գրիգորյան, Free News, Ազատ լուրեր։ Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Անկարան լուրջ ջանքեր է գործադրում Ադրբեջանի եւ Հայաստանի միջև խաղաղություն հաստատելու համար։ Նա նշել է, որ տարածաշրջանում էսկալացիա թույլ չտալու համար Անկարայի ակտիվ քայլերը դրսևորվում են նաեւ դիվանագիտական ոլորտում, այդ թվում տարածաշրջանային եւ գլոբալ խաղացողների ուժերի հավասարակշռություն ձևավորելու նպատակով։ Տարածաշրջանում իրավիճակի ցանկացած փոփոխություն եւ անկայունություն այս կամ այն կերպ ազդում է Թուրքիայի վրա։ Ուստի Անկարան պարտավոր է պետական տեսլական ունենալ աշխարհի տարբեր մասերում, այդ թվում Հարավային Կովկասում տեղի ունեցող գործընթացների վերաբերյալ, ընդգծել է Թուրքիայի արտաքին գործերի նախարարության ղեկավարը։ Հայաստանի քաղաքասարակության ներկայացուցիչների այցը Ադրբեջան կրկին ակտիվ քննարկումների առիթ է դարձել։ Մասնակիցների գնահատմամբ, սակայն չնայած առկա տարաձայնություններին, նման շփումները կարևոր են տարածաշրջանում խաղաղություն ամրապնդելու համար։ Կաբալայում կայացած հանդիպումների ընթացքում բարձրացվել են ինչպես խաղաղության գործընթացի առաջընթացին վերաբերող հարցեր, այնպես էլ երկար տարիներ չլուծված խնդիրներ, այդ թվում գերիների անհետ կորածների հարցը։ Հայաստանյան քաղաքասարակության ներկայացուցիչների այցերն Ադրբեջան չնայած որոշ ուժերի կողմից քննադատության են արժանանում, սակայն մասնակիցները վստահ են նման շփումները կարևոր ներդրում են խաղաղության գործընթացում։ Վերջիններս ներկայացրել են Գաբալայում տեղի ունեցած հանդիպումների մանրամասները։ Մեզ շատ հաճախ մեղադրում են, չգիտեմ, մոռացության, ներելու, ուրեմն, չգիտեմ, ողբերգությունը մոռացության տալու, ուրանալու։ Ես ուզում եմ, թեպետ սրա մասին բազմիցս ենք խոսել, բայց եւս մեկ անգամ այս հարցին անդրադառնալ, խաղաղության կամուրջ նախաձեռնությունը անցյալը մոռանալու, ուրանալու, փոխելու, սրբագրելու, խմբագրելու մասին չէ։ Խաղաղության կամուրջ նախաձեռնությունը արկա նարատիվների, արկա պատմության, արկա իրականության կողքին նոր նարատիվներ, նոր հնարավորություններ ձևավորելու մասին է։ Ժողովրդավարության զարգացման հիմնադրամի տնօրեն Նաիրա Սուլթանյանն ընդգծեց, օրակարգի առանցքային թեմաներից մեկը եղել է հայ գերիների եւ պահվող անձանց հարցը։ Այդ խնդիրը չի տեղավորվում ընթացիկ խաղաղության գործընթացի տրամաբանության մեջ։ Անհետ կորածների հարցի մասով համապատասխան հանձնաժողովների աշխատանքը դեռ չի բավարարում ակնկալիքները։ Մի կողմի համար սա վրեժ խնդրության, միջազգային հումանիտար իրավունքի խախտման մասին է, մյուս կողմի համար սա շատ այսպես պարզ հանցագործություն եւ պատիժ տրամաբանության մեջ է։ Ինչ ենք անում մենք որպես նախաձեռնություն խաղաղության կամուրջ։ Մենք ուրեմն նախ եւ առաջ լսում ենք իրար։ Երբ որ դու լսում ես դիմացի կողմի խնդրի ընկալման նրբությունները, դրանից հետո շատ ավելի
լավ ես կարողանում մոդելավորել լուծումները, հա, որոնք իրատեսական պիտի լինեն։ Հանդիպումների ընթացքում կողմերը փոխադարձաբար ներկայացրել են նաև իրենց մտահոգությունները։ Ադրբեջանական կողմն էլ խոսել է ականների պայթյունից, տուժածների եւ 1990-ականների անհետ կորածների մասին, փորձելով այդ հարցերը ներառել քննարկումների ընդհանուր դաշտում։ Քաղաքասարակության ներկայացուցիչների խոսքով շփումները չեն սահմանափակվել միայն հումանիտար թեմաներով։ Քննարկվել են նաև մեդիադաշտում առկա նարատիվները։ Հայկական պատվիրակությունը բարձրաձայնել է ադրբեջանական պետական լրատվամիջոցներում հակահայկական հռետորաբանության խնդիրը, թեև որոշակի դրական տեղաշարժ արձանագրվել է պաշտոնական մակարդակում, սակայն մեդիադաշտում իրավիճակը շարունակում է մնալ մտահոգիչ։ Իրենց կողմից ընդունվեց, որ կան նման խնդիր եւ միևնույն ժամանակ նշվեց, որ իհարկե փոփոխությունների ժամանակ են պահանջում եւ միևնույն ժամանակ իրենք էլ բնականաբար մոնիտորինգ են իրականացնում հայկական մեդիաները եւ իրենք էլ իրենց մտահոգություններ ունեին հայկական մեդիադաշտում շրջանառվող որոշակի այսպես կոշտ կոնտենտի հետ կապված։ Հանդիպումների կարևոր հատվածներից մեկը վերաբերել է տարածաշրջանային անվտանգությանը։ Ըստ մասնակիցների ադրբեջանական կողմը փոխանցել է հստակ ուղերձ, որ Հայաստանը եւ Ադրբեջանը գտնվում են մեկ նավակում, հաշվի առնելով տարածաշրջանում աճող ռիսկերը։ Ուկրաինայում շարունակվող պատերազմը եւ Իրանի շուրջ զարգացումները նրանց գնահատմամբ նոր մարտահրավերներ են ստեղծում Հարավային Կովկասի համար։ Այս համատեքստում ընդգծվել է, որ երկու երկրների միջև հարաբերությունների ներկայիս մակարդակը որոշակի անվտանգային իմունիտետ է ձևավորում, նվազեցնելով արտաքին միջամտության ռիսկերը։ Առաջընթացը բավականին տպավորիչ է եւ դրական։ Առաջինը դա տրամադրությունների վրա հասարակություններում ազդելն է եւ մեր ադրբեջանցի գործընկերները ներկայացրել են, թե ինչպիսի տարաբնույթ արձագանքներ կան ընդհանրապես խաղաղության եւ հարաբերությունների նորմալացման գործընթացի նկատմամբ, նշում էին 4 խմբեր, սկսած նրանցից, ովքեր ողջունում են հիմնականում գործընթացը Երևանի եւ Բաքվի միջև եւ վերջացած նրանցով, որոնք համարում են, որ Ադրբեջանը դեռ բոլոր իր նպատակները չի իրականացրել եւ դեռ պահանջելիք ունի եւ ստանալիք ունի։ Առանձնահատուկ ուշադրություն է դարձվել նաև տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման թեմային։ Քննարկվել է թրիփ նախաձեռնությունը, որը դիտարկվում է որպես տարածաշրջանային կապուղիների վերագործարկման կարևոր բաղադրիչ։ Ադրբեջանական կողմի համար առաջնային է հատկապես Նախիջևանի հետ կապի ապահովումը, մինչդեռ հայկական կողմում առկա են մտահոգություններ կապված հնարավոր անվտանգային ռիսկերի հետ, հատկապես Իրանի շուրջ զարգացումների ֆոնին։ Մենք Գաբալայից հասել ենք Հայաստանի Հանրապետության սահման Ղազախի շրջանում, որը մոտ 300 կիլոմետր է, շատ ավելի կարճ ժամանակահատվածում, դա հիմնականում Վրաստան-Ադրբեջան միջպետական ճանապարհի հատվածներ, քան 170 կիլոմետր Հայաստանի տարածքով, որ ոսկեպար Երևան հատվածում։ Այսինքն սա նաև ցուցիչ է, ինչ որակի են մեր կոմունիկացիաները։ Մենք խոսում ենք երկու միջպետական կարգավիճակ, մայրուղու կարգավիճակ ունեցող ճանապարհների մասին, բայց 300 կիլոմետրը մենք ավելի արագ ենք հատել, քան 170 կիլոմետրը։ Ու դուք հասկանում եք, որ սա միջազգային տրանզիտի պայմաններում նույնպես խնդիրներից մեկն է։ Քննարկումների ընթացքում անդրադարձ է եղել նաև արևմտյան Ադրբեջան թեզին եւ ադրբեջանցիների հնարավոր վերաբնակեցմանը։ Հայկական կողմն այս սցենարը գնահատում է որպես անիրատեսական, նշելով, որ պատերազմից հետո նույնիսկ Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանը չի կարողացել ապահովել զանգվածային վերաբնակեցում։ Չնայած քննադատություններին, ծրագրի մասնակիցները պնդում են, նման այցերը անհրաժեշտ են։ Ըստ նրանց կարելի է հարյուրավոր պատճառներ թվել ադրբեջանցիների հետ չհանդիպելու, բայց կա մեկ կարևոր պատճառ, թե ինչու պետք է հանդիպեն։ Դա խաղաղության օրակարգին նպաստելն է։ Փորձագետներն արձանագրում են, թեև արագ արդյունքներն ակնկալելն իրատեսական չէ, սակայն երկխոսության շարունակականությունն ինքնին կարևոր ձեռքբերում է։ Նրանց համոզմամբ, եթե նման շփումները չլինեն, խաղաղության հասնելու հնարավորությունը պարզապես կվերանա։ Ավելին, խաղաղության համաձայնագրի ստորագրումը ոչ թե լինելու է վերջնակետը, այլ մեկնարկը իրական խաղաղաշինական գործընթացների։ Լուսինե Գրիգորյան, Տիգրան Ղազարյան, Free News, Ազատ լուրեր։ Երևանի քաղաքապետարանի գործակարգ հավարական խորհրդակցության ընթացքում քաղաքապետ Տիգրան Ավինյանը անդրադարձել է հանրային տրանսպորտում ուղևորցի վճարման վերահսկողության ու դրանով պայմանավորված վերջին միջադեպերին։ Նա շեշտել է, որ վարորդների նկատմամբ ցանկացած ոտնձգություն ուղղված է ոչ միայն տվյալ աշխատակցի, այլև ամբողջ քաղաքային համակարգի դեմ։ Նիստում քննարկվել են նաև տեղատարապ անձրևների հետևանքով մայրաքաղաքում ստեղծված իրավիճակը եւ այլ խնդիրներ։
Վարորդների նկատմամբ ոտնձգությունը քաղաքի եւ ամբողջ համակարգի նկատմամբ ոտնձգություն է։ Այս մասին գործակարգավարական խորհրդակցության ընթացքում նշել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը, անդրադառնալով հանրային տրանսպորտում ուղևորցի վճարման վերահսկողությանն ու դրա շուրջ արձանագրված միջադեպերին։ Մենք ունեցել ենք մի քանի միջադեպեր, մեկ կոնկրետ շատ տհաճ միջադեպ, որը վերածվել է կռվի եւ հարձակում է եղել վարորդի վրա։ Ես գիտեմ, որ 3 անձինք ձերբակալվել են եւ ոնց որ 4-րդն էլ անցնում է համապատասխան գործով։ Ես ուզում եմ վստահ լինել, որ այդ անձինք պատժվելու են խստագույնս։ Եվ իրականում որևէ ոտնձգություն վարորդների նկատմամբ դա միայն անհատ անձի նկատմամբ ոտնձգություն չէ։ Դա ոտնձգություն է քաղաքի նկատմամբ, դա ոտնձգություն է այս ամբողջ համակարգի նկատմամբ եւ ուզում եմ բոլորը իմանան, մեր վարորդները առաջին հերթին, որ մենք նրանց հետ ենք եւ մենք նրանց կողքին կանգնած ենք, իսկ բոլոր այն մարդիկ, ովքեր որ, գիտեք, ոնց ասեմ, չվճարող մարդը աչքերը կախ ամոթից գետինը մտնելու փոխարեն հələ մի հատ է ելույթներ ունենում, հələ մի հատ է հորթուբորթ է գալիս, հələ մի հատ էլ ագրեսիվ է։ Ավինյանի խոսքով նախորդ շաբաթվա համեմատ հանրային տրանսպորտում վալիդացիաների թիվը տարբեր օրերին աճել է 15-ից 30%-ով, ինչը նրա գնահատմամբ վկայում է վերահսկողական մեխանիզմի արդյունավետության մասին։ Քաղաքապետը հատուկ շնորհակալություն է հայտնել վարորդներին, ընդգծելով, որ նրանք, չնայած սադրանքներին, շարունակում են զուսպ կատարել իրենց աշխատանքային ու վերահսկողական պարտականությունները։ Շաբաթական մի 70-80 միլիոն դրամի չվճարում ունենք, այս հաշվարկը։ Սա ինչ է նշանակում, որ շաբաթը 2 ավտոբուսի նոր ավտոբուս կարայինք առնենք, շաբաթական, այդ չվճարողների հաշվին։ Այսինքն իրենք բողոքում են նրանից, որ իրենց անպարտաճանաչության հետևանքով մենք ավել ավտոբուս չենք գնել։ Չնայած որ մենք գնել ենք, ամեն տարի էլ գնել ենք, այս տարի էլ ենք գնելու ու ավելացնելու ենք ու որակը բարելավ ենք։ Քաղաքապետարանում ներկայացված տվյալներով մեկ շաբաթում Տոմսային համակարգում գրանցվել է 2.786.921 վավերացում, ինչը 18%-ով ավելի է նախորդ շաբաթվա համեմատ։ Նիստում Ավինյանը հանձնարարել է նախապատրաստել 170 նոր ավտոբուսի գնման մրցույթ, հետագայում հին շարժակազմը փոխարինելու համար։ Խորհրդակցության ընթացքում անդրադարձ է եղել նաև վերջին տեղումների հետևանքով առաջացած խնդիրներին։ Գյուրջան փողոցում անձրևներից հետո կրկին ջրի կուտակում է առաջացել լանջերից եկած հողի եւ քարերի պատճառով, իսկ Սեբաստիայի հատվածում արդեն ֆինանսավորվել են հեղեղատար համակարգի կառուցման աշխատանքները։ Տեղային լուծման պայման կգտնենք, արդեն վիոլայի մասնագետների նախնական պայմանավորվածություն ենք, մի հատ գնանք տեղում ուսումնասիրենք, հավանաբար անձրևընդունիչ ցանցերի քանակը ավելացնենք եւ որպեսզի կարող այդ ջրի քանակը ավելի շատ մեծ քանակությամբ կլանի։ Քաղաքապետարանում նշել են, որ Երևանում արդեն գույքագրվել է 50 խնդրահարույցասցե, որտեղ անհրաժեշտ են տեղային ինժեներական լուծումներ։ Խորհրդակցության ընթացքում ամփոփվել են նաև առաջին եռամսյակի սպորտային, մշակութային եւ արտադպրոցական ծրագրերը։ Քաղաքապետարանը ներկայացրել է մարզական մրցաշարերը, բակային ֆուտբոլի ծրագրերը, միջազգային գեղասարքի ու ըմբշամարտի միջոցառումները, նաև Երևանի մարզադպրոցների սաների միջազգային հաջողությունները։ Ապրիլի 1-ից 7-ը Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեում կայացել է սպորտային մարմնամարզության աշխարհի գավաթի մրցաշարը։ Ալբերտ Ազարյանի անվան մարմնամարզության օլիմպիական հերթափոխի մարզադպրոցի մարզիկներ Արտուր Դավթյանը եւ Համլետ Մանուկյանը նվաճել են ոսկե մեդալ, իսկ Արթուր Ավետիսյանը դարձել է արծաթե մեդալակիր։ Նիստում զեկուցվել է նաև, որ Երևանի սեփական եկամուտների կատարողականը 2026 թվականի առաջին եռամսյակում կազմել է 107.2%, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է ավելի քան 5.9 միլիարդ դրամով։ Խորհրդակցության ժամանակ հանրակրթության վարչության պետ Մարգարիտ Խաչատրյանը ներկայացրել է դպրոցներում բջջային հեռախոսների օգտագործման սահմանափակման արդյունքներն ուսումնասիրող հարցման տվյալները։ Նրա խոսքով հարցմանը մասնակցել 20,000 ռեսպոնդենտ, իսկ հարցված ուսուցիչների 48.2%-ը 20 եւ ավելի տարվա ստաժ ունեցող մանկավարժներ են։ Ամենաակտիվը եղել են 7-րդ դասարանցիները։ Արդյունքների համադրված վերլուծությունը ցույց է տալիս, որ
բջջային հեռախոսների օգտագործման սահմանափակումը ընդհանուր առմամբ դրական է ընկալվում ինչպես ուսուցիչների, այնպես էլ ծնողների եւ սովորողների կողմից։ Այն դիտարկվում է որպես կարևոր գործոն, որը նպաստում է դասերի ընթացքում սովորողների ուշադրության առավել կենտրոնացմանը եւ դպրոցական կարգապահության ամրապնդմանը, ստեղծելով ավելի արդյունավետ եւ նպատակային ուսումնական միջավայր։ Ուսուցիչների դիտարկմամբ սահմանափակումն էական դժվարություններ չի առաջացրել ուսուցման կազմակերպման գործընթացում, թեպետ դասերի ընթացքում երբեմն առաջանում են ուսումնական նպատակներով հեռախոսների կիրառման անհրաժեշտությունը, ընդհանուր մոտեցումը վկայում է սակայն, որ սահմանափակումը չի խոչընդոտում ուսումնական գործընթացին, այլ նպաստում է տեխնոլոգիաների առավել նպատակային եւ վերահսկվող օգտագործմանը։ Խորհրդակցության ավարտին ներկայացվել են նաև կենդանիների խնամքի կենտրոնի ակտիվ քաղաքացի հավելվածի եւ բնապահպանական ծրագրերի տվյալները։ Հայտարարվել է, որ առաջին եռամսյակում կենտրոնը տեղափոխվել 1212 թափառող շուն, իսկ բջջային հավելվածով ընդհանուր առմամբ մուտքագրվել է 95558 հայտ, որոնց զգալի մասը լուծում է ստացել։ Սոնա Գիշյան, Free News, Ազատ լուրեր։ Իսլամաբադում անցկացված Միացյալ Նահանգներ Իրան 24 ժամ տևած բանակցությունները ավարտվել են առանց վերջնական համաձայնության, որն էլ ավելի կխորացնի առանց այդ լարված իրավիճակը տարածաշրջանում։ Կողմերը չեն կարողացել ընդհանուր հայտարարի գալ, հատկապես Հորմուզի նեղուցի վերահսկողության եւ միջուկային ծրագրին վերաբերող հարցերում։ Իսլամաբադում Ամերիկայի Միացյալ Նահանգներ Իրան բանակցությունները, որոնք տևել են շուրջ 21-ից 25 ժամ, ավարտվել են առանց համաձայնագրի, խորացնելով տարածաշրջանային լարվածությունը։ Ամերիկայի Միացյալ Նահանգների փոխնախագահ Ջեյդի Վենսը հայտարարել է, որ կողմերը չեն կարողացել համաձայնության հասնել, ընդգծելով, որ Վաշինգտոնը հստակ ներկայացրել է իր կարմիր գծերը, սակայն Թեհրանը չի ընդունել դրանք։ Միաժամանակ Իրանի արտգործնախարարությունն արձագանքել է, որ մի շարք հարցերի շուրջ փոխըմբռնում է ձեռք բերվել, սակայն 2-3 առանցքային թեմաների շուրջ տարաձայնությունները պահպանվում են։ Բանակցությունների օրակարգում ընդգրկված են եղել Հորմուզի նեղուցի անվտանգությունը, միջուկային ծրագրերը, պատժամիջոցների վերացումը, պատերազմի փոխհատուցումները, նաև Իրանի դեմ եւ ամբողջ տարածաշրջանում ռազմական գործողությունների լիակատար դադարեցումը։ Իրանական պատվիրակության ղեկավար Մուհամմադ Բաղեր Ղալիբաֆը հայտարարել է, որ Թեհրանը բանակցությունների ընթացքում առաջ է քաշել հակամարտության խաղաղ կարգավորման նախաձեռնություններ, սակայն ամերիկյան կողմը չի կարողացել շահել Իրանի վստահությունը։ Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքյանն էլ նշել է, որ Թեհրանը պատրաստ է հավասարակշռված եւ արդար գործարքի, եթե Վաշինգտոնը հարգի իրանական կողմի իրավունքներն ու շահերը։ Բանակցությունների ընթացքն ըստ որոշ աղբյուրների անցել է խիստ լարված մթնոլորտում։ Թուրք լրագրողի պնդմամբ Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչու եւ Ամերիկայի Միացյալ Նահանգների բանագնաց Սթիվ Ուիթքոֆի միջև ստեղծված իրավիճակը քիչ է մնացել վերածվի ծեծկրտուքի։ Ըստ այդ հրապարակման լարվածությունը հասել է գագաթնակետին Հորմուզի նեղուցի կառավարման շուրջ լուրջ տարաձայնությունների պատճառով։ Բանակցությունների ձախողումից հետո իրավիճակը կտրուկսրվել է նաև ծովային ուղղությամբ Բլումբերգի փոխանցմամբ երկու խոշոր նավեր փորձել են անցնել Հորմուզի նեղուցով դեպի Պարսից ծոց, սակայն հետ են վերադարձել։ Ըստ հրապարակման երթուղիների փոփոխությունը տեղի է ունեցել հենց Ամերիկայի Միացյալ Նահանգներ Իրան բանակցությունների ավարտից եւ անորոշության խորացումից հետո։ Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ամերիկյան ռազմածովային ուժերը սկսում են Հորմուզի նեղուցով անցնող նավերի վերահսկման եւ շրջափակման գործընթացը, ընդգծելով, որ դրան կարող են միանալ նաև այլ երկրներ։ Նրա խոսքով Միացյալ Նահանգները պատրաստ է նաև ականազերծման եւ անվտանգության ապահովման գործողությունների։ Թրամփը միաժամանակ պնդել է, որ բանակցությունների հիմնական չլուծված հարցը մնացել է Իրանի միջուկային ծրագիրը եւ հայտարարել, թե Ամերիկայի Միացյալ Նահանգներն ունի նոր միջոցներ անօդաչու թռչող սարքերի դեմ պայքարի համար։ Ըստ նրա խոսքը նաև լազերային համակարգերի մասին է, որոնք ոչնչացնում եւ նույնիսկ հալեցնում են անօդաչուները։ Իրանն իր հերթին կոշտ արձագանք է տվել։ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հայտարարել է, որ լիակատար վերահսկողություն ունի Հորմուզի նեղուցում եւ նավերի ցանկացած մոտեցում այդ հատվածին կարժանանա կոշտ պատասխանի։ Միաժամանակ Թեհրանը շարունակում է պնդել, որ իր միջուկային ծրագրերը խաղաղ բնույթ ունեն եւ դիվանագիտական ուղին փակված չէ։ Ռազմական լարվածությունն աճում է նաեւ տարածաշրջանում։ Ամերիկայի Միացյալ Նահանգներ Իրան բանակցությունների ձախողման ֆոնին Իսրայելի բանակը հարվածներ է հասցրել Լիբանանում, իսկ Իսրայելի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Էյալ Զամիրը հրահանգել է անցնել բարձր պատրաստվածության ռեժիմ Իրանի դեմ ռազմական գործողություն
գործողությունների հնարավոր վերսկսման նախապատրաստությամբ։ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն հայտարարել է, որ եթե 1 տարի առաջ ասեր, թե Ամերիկայի Միացյալ Նահանգներն աշխարհի ամենահզոր պետությունը մոտ 40 օր ուսուսի ու թեթևի կպայքարի Իսրայելի հետ ընդհանուր թշնամու դեմ, քչերը կհավատային դրան։ Նրա խոսքով այդ ամենը տեղի է ունեցել, որովհետև Իսրայելն է նախաձեռնել գործել ու հարձակվել։ Չնայած շարունակվող սրմանը Թեհրանը պնդում է, որ բանակցային գործընթացը վերջնականապես չի փակվել, սակայն զարգացումները ցույց են տալիս, որ Հորմուզի նեղուցը շարունակում է մնալ գլխավոր ռազմական կետը, որի շուրջ հակասությունները ոչ միայն չեն մեղմվում, այլև խորանում են տարածաշրջանում, ավելացնելով ավելի լայնամասշտաբ բախման վտանգը։ Սոնա Գիշյան, Free News, Ազատ լուրեր։ Միացյալ Նահանգները Երևանի ժամանակով ժամը 18-ից ըստ կենտրոնական հրամանատարության սկսել է Հորմուզի նեղուցի շրջափակումը։ Թրամփը խոստացել է ոչնչացնել Հորմուզի մոտեցող իրանական բոլոր նավերը։ Այս մասին նա գրել է X-ի իր էջում։ Ամերիկյան առաջնորդի խոսքով արդեն Իրանի ռազմածովային ուժերի 158 խորտակված նավ կա։ Իրանի խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆն էլ X-ի իր էջում անդրադարձել է Իրանի դեմ ծովային շրջափակման վերաբերյալ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի սպառնալիքին, նշելով, որ նման գործողությունները ի վերջո կհանգեցնեն նրան, որ ամերիկացիները կարոտով կհիշեն բենզինի համար 4-ից 5 դոլար վճարելու օրերը։ Ղալիբաֆը գրառմանը կից հրապարակել է քարտեզի լուսանկար, որի վրա նշված են Սպիտակ տան մոտ գտնվող բենզալցակայաններում բենզինի գները։ Հունգարիան չի աջակցի Ուկրաինայի արագացված անդամակցությանը Եվրամիությանը, սակայն Բուդապեշտը պատրաստ է քննարկել Կիևին վարկ տրամադրելու հարցը։ Այսօր հայտարարել է TISA կուսակցության առաջնորդ Պետեր Մադյարը, որի կուսակցությունը հաղթել է խորհրդարանական ընտրություններում։ Նրա խոսքում մեջբերել է Բլումբերգ գործակալությունը, ընդգծելով, որ Բուդապեշտը այլ ԵՄ-ի երկրների հետ կքննարկի Ուկրաինայի 90 միլիարդ եվրոյի վարկ տրամադրելու գաղափարը։ Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը, որի Ֆիդես կուսակցությունը պարտվել է ընտրություններում, նախկինում հայտարարել էր, որ չի աջակցի նման ֆինանսական միջոցների տրամադրմանը Կիևին։ Միջազգային մյուսնորությունները տեսաշարով։ Կիրակի օրը Հունգարիայում խորհրդարանական ընտրություններ էին, ընտրություններին մասնակցում էին ընտրական 5 ուժեր։ Նշվում է, քաղաքացիները քվեարկել են միամանդատ ընտրատարածքի տեխնացուի եւ կուսակցության օգտին։ Հիմնական մրցակիցներն են եղել 2010 թվականից վարչապետի պաշտոնը զբաղեցնող Վիկտոր Օրբանի Ֆիդեսը եւ 2020-ից ստեղծված Պետեր Մայդարի TISA-ն։ Եվ այսպես Հունգարիայի ազգային ընտրական բյուրոյի վերջին տվյալների համաձայն հաշվարկված քվեների 53.45%-ի արդյունքով TISA-ն հաղթել է խորհրդարանի ընտրությունում, ստանալով 138 մանդատ եւ սահմանադրական մեծամասնություն։ Օրբանի գլխավորած իշխող Ֆիդես կուսակցությունը ստացել է 54, իսկ Մեր երկիր կուսակցությունը 7 մանդատ։ Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը ընդունել է իր պարտությունը խորհրդարանական ընտրություններում, շնորհավորել է ընդդիմադիր TISA կուսակցության առաջնորդ Պետեր Մայդարին տարած հաղթանակի կապակցությամբ։ Վարչապետ Վիկտոր Օրբանը հեռախոսով շնորհավորեց մեզ մեր հաղթանակի կապակցությամբ, գրել է Մայդարը Facebook-ում։ Օրբանը հայտարարել է, որ ցավոտ է ընդունել պարտությունը, բայց այսուհետ գործնեություն կծավալի ընդդիմության շարքերում։ Հաղթանակ տարած Մայդարը նշել է, որ միասին ազատագրել են Հունգարիան եւ տապալել Օրբանի ռեժիմը, հավելելով, որ առանց Կիրակի օրը ընտրատեղամասեր եկած եւ քվեարկածների սա հնարավոր չէ լինի։ Նա նաեւ հայտարարել է, որ Հունգարիան կվերականգնի իր լիիրավ մասնակցությունը Եվրամիությանը եւ ՆԱՏՕ-ին։ Մայդարին շնորհավորական ուղերձներ են հղել Գերմանիայի, Ֆրանսիայի եւ Լեհաստանի առաջնորդները։ Ռուսաստանը եւ Ուկրաինան հաղորդում են 3 ուժի մեջ մտած Զատկի զինադադարի խախտումների մասին, դրանց համար մեղադրելով միմյանց։ Ուկրաինայի Սումիի մարզում գիշերը ռուսական ուժերը անօթաչու թռչող սարքով հարվածել են շտաբ բուժօգնության ավտոմեքենային։ Զինադադարի խախտման մասին լուրեր ստացվում են նաեւ այլ մարզերից։ Ռուսաստան Դաշնության Բելգորոդի մարզում անօթաչու թռչող սարքի հարվածի հետևանքով վիրավորվել է 2 բնակիչ։ Անօթաչուների գրոհների մասին հաղորդումներ են ստացվել նաեւ Կուրսկի մարզից։ Այդուհանդերձ երկու կողմից էլ հայտնում են, որ զինադադարը ռազմաճակատի հատվածների մեծ մասում իրոք գործում է։ ԱՄՆ-ն առայժմ դադարեցրել է ուկրաինական բանակցությունները, սակայն Ռուսաստանը հասկանում է ամերիկացիների խիտ գրաֆիկը։ Այս մասին մեկնաբանելով ուկրաինական կարգավորման բանակցությունների իրավիճակը Վեստիի լրագրողին ասել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Այս ուղղությունն այժմ դադարեցված է, մենք հասկանում ենք մեր ամերիկացի գործընկերների ծանրաբեռնվածությունը, նշել է նա։
Գերմանական Lufthansa ավիաընկերության օդաչուները հայտարարել են հերթական գործադուլի մասին։ Երկուշաբթի եւ երեքշաբթի օրերին սպասվում են չվերթների չեղարկումներ։ Գործադուլը կտևի երկուշաբթի կեսգիշերից մինչև երեքշաբթի ժամը 23:59։ Ուրբաթ օրը տեղի ունեցել Lufthansa-ի բորտ ուղեկցորդների գործադուլը։ Հազարավոր ուղևորներ բախվել էին չվերթների չեղարկմանը։ Գործադուլի պատճառներն են գործատուի կողմից ներկայացված անբավարար առաջարկները կապված կորպորատիվ կենսաթոշակային ապահովման եւ աշխատավարձի շուրջ ընթացող կոլեկտիվ աշխատանքային վեճերի հետ։ IT-ի հյուսիսում գտնվող Ֆորտ Լաֆերիեի մոտ տեղի ունեցած սերմշտոցի հետևանքով զոհվել է առնվազն 30 մարդ։ Ողբերգությունը տեղի է ունեցել շաբաթ օրը, երբ պատմական համալիրը գերբնակեցված էր այցելուներով ազգային տոների պատճառով։ Տեղական իշխանությունները սկսել են միջադեպի հետաքննությունը, քաղաքացիական պաշտպանության վարչությունը չի բացառում, որ զոհերի թիվը կարող է աճել։ Շարունակում ենք թողարկումը եւ թողարկման վերջում ձեզ ենք ներկայացնում ապրիլի 6-ից 13-ը ներքին գործերի նախարարության տարբեր ստորաբաժանումների կողմից իրականացված ծառայությունների արդյունքները։ Մայրաքաղաքում եւ մարզերում տարեկային ծառայության իրականացրած միջոցառումների արդյունքում արձանագրվել է ճանապարհային երթևեկության կանոնների 19428 խախտում, պահպանվող հատուկ տարածք է տեղափոխվել 421 տրանսպորտային միջոց, հայտնաբերվել է 416 ոչ սթափ վարորդ, 467 անձ առանց վարորդական իրավունքի վկայականի։ Ընդհանուր առմամբ տարբեր խախտումներով եւ կասկածանքով համայնքային ոստիկանության բաժինները տարվել 116 քաղաքացի։ Հանրապետությունում բացահայտվել է 972 հանցագործ այդ թվում առանց վարորդական իրավունքի մեքենա վարելու 376, թմրանյութի հայտնաբերման 84, ֆիզիկական ներգործության 59, մարմնական վնասվածք պատճառելու 51, խարդախության 46, հոգեկան ներգործության 32, անձնական ունեցվածքի գողության 23, ինչպես նաև մի շարք այլ հանցագործություններ։ Նախկինում կատարված 47 հանցագործություն եւս բացահայտվել է։ Հայտնաբերվել է 63 հետախուզվող, 8 անհետ կորած, արձանագրվել է զենք զինամթերքը կամավոր հանձնելու 16 դեպք։ 7 օրում գրանցված 81 ավտովթարի հետևանքով զոհվել է 10 մարդ, վնասվածք ստացել 135-ը։ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում շաբաթվա ընթացքում գրանցվել է 513 դեպք, 181-ը արտակարգ, մասնավորապես Հրդեհի 104, Հրդեհի ծագման սպառնալիքի 29, ճանապարհատրանսպորտային պատահարի 46, կենցաղային կանչի 123 եւ այլ դեպքեր։ Եղանակային պայմաններով եւ այլ գործոններով պայմանավորված գրանցվել է տրանսպորտային միջոցների արգելափակման 77 դեպք։ Փրկարարները օգնություն են ցուցաբերել 116 քաղաքացում։ Փրկարարական գործողությունների արդյունքում փրկվել է 8 մարդ։ Ներքին գործերի նախարարության ստորաբաժանումները շարունակում են իրականացնել շուրջօրյա վերահսկողություն եւ կանխարգելիչ միջոցառումներ քաղաքացիների անվտանգությունն ապահովելու եւ հասարակական կարգը պահպանելու նպատակով։ Բնակարանային գողության 4 դեպք Արմավիրի մարզի Մրգաշատ գյուղում քրեական ոստիկանների բացահայտումը։ Բնակարանային գողության վերաբերյալ առաջին հաղորդումները քրեական ոստիկանության Արմավիրի մարզային վարչությունում ստացվել էին դեռևս անցած տարվա նոյեմբերի 16-ի գիշերը։ Գողությունները կատարվել էին Մրգաշատ գյուղի տներից, երկու դեպքում էլ օգտվելով տանտերերի բացակայությունից մուտք էին գործել պատուհանից։ Առաջին տնից գողացել էին ոսկեղեն եւ 10,000 ԱՄՆ դոլար, երկրորդից 100,000 դրամ եւ 10 ոսկե զարդ։ Մարտի 22-ի գիշերը բնակարանային գողության վերաբերյալ ստացվեց եւս երկու հաղորդում նույն գյուղի երկու այլ բնակիչներից։ Ձեռագիրը նույնն էր, օգտվելով տանտերերի բացակայությունից բացել էին Եվրոպատուհանը եւ գողացել գումար ու ոսկեղեն։ Կասկածելիների շրջանակը նեղացավ եւ Արմավիրի քրեական ոստիկանների օպերատիվ հետախուզական միջոցառումները հասան տրամաբանական ավարտին։ Հիշյալ գողությունները կատարելու կասկածանքով ապրիլի 6-ին ձերբակալվեցին եւ վարչություն տեղափոխվեցին նույն գյուղի բնակիչ 30-ամյա տղամարդ եւ նրա համագյուղացի ընկերուհին։ Նրանք ներկայացվեցին նախաքննական մարմին։ 30-ամյա տղամարդը տեղափոխվել է ձերբակալվածների պահման վայր։ Գողոնը հայտնաբերելու ուղղությամբ միջոցառումները շարունակվում են, կատարվում է նախաքննություն։ Դրիֆտ կատարած BMW-ի վարորդը հայտնաբերվել է, նախաձեռնվել է քրեական բարույթ խուլիգանության հատկանիշներով։
Մարտի 3-ին ժամը 12:37-ին ցուցադրաբար անտեսելով իրավական նորմերը, BMW-ի վարորդը դրիֆտ էր կատարել Մայրաքաղաքի Ուլնեցու եւ Պարուսեվակի փողոցների խաչմերուկում։ Բարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի աշխատակիցները ավտոմեքենան հայտնաբերել եւ տեղափոխել են պահպանվող հատուկ տարածք։ Ամենքային ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի եւ պարեկների համատեղ միջոցառումներով պարզվել է, որ իր մեքենայով դրիֆտը կատարել է Գեղարքունիքի մարզի Ձորագյուղի բնակիչ 27-ամյա մի երիտասարդ։ Կազմված փաստաթղթերը ներկայացվել Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի քննչական բաժին, որտեղ էլ խուլիգանության հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։ Խոզարկությունների արդյունքում հայտնաբերվել է մեծ քանակությամբ զենգզինամթերք եւ թմրամիջոցներ։ Քրեական ոստիկանության գլխավոր եւ Երևան քաղաքի վարչությունների ծառայողների ձեռնարկած օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում ստացված փաստական տվյալների հիման վրա նախաձեռնված քրեական վարույթների շրջանակում քննչական կոմիտեի գործընկերների հետ համատեղ խոզարկություններ են կատարվել Մայրաքաղաքի 4 հասցեներում, հայտնաբերվել է զենգզինամթերք եւ թմրանյութեր։ 4 անձ ձերբակալվել է, նախաձեռնված քրեական վարույթների նախաքննությունը շարունակվում է։ Կանխվեց ծանր հանցագործություն, քրեական ոստիկանության բացահայտումը։ Ավազակության նախապատրաստման բացահայտման գործը տրամաբանական ավարտին հասավ ապրիլի 3-ին։ Քրեական ոստիկանության գլխավոր եւ Գեղարքունիքի մարզային վարչությունների ծառայողները համագործակցելով Գեղարքունիքի մարզի պարեկների հետ դատարան ներկայացնելու համար հայտնաբերեցին ու ձերբակալեցին Սևան քաղաքի բնակիչներ 33 եւ 38 տարեկան տղամարդկանց։ Կանխվեց ծանր հանցագործություն։ Բացահայտման աշխատանքը սկսվել էր մարտի 6-ին։ Քրեական ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչությունում ստացվել էր օպերատիվ տեղեկություն, որ Սևան քաղաքի բնակիչ 2 տղամարդ նախապատրաստում են զենքի գործադրման ավազակություն, խոշոր չափերի հափշտակություն իրականացնելու նպատակով օգտագործելով մեքենա գնելու նրա մտադրությունը։ Օպերատիվ հետախուզական հետագա միջոցառումներն իրականացվեցին հակակոռուպցիոն կոմիտեի եւ քրեական ոստիկանության գլխավոր վարչության ծառայողների հետ համատեղ։ Պարզվեց, որ տղամարդիկ կորավարձով վերցրած մեքենայով հետևել եւ ուսումնասիրել են թիրախավորված քաղաքացու տեղաշարժը, հանցանքն իրագործելու համար առավել նպաստավոր պայմաններ գտնելու նպատակով։ Ստացվեցին փաստական տվյալներ, որ նրանք ձեռք են բերել բջջային հեռախոսներ եւ կեղծ օգտահաշիվների միջոցով նամակագրական կապ են հաստատել թիրախավորված անձի հետ, նաեւ հանցանքն իրագործելու նպատակով ձեռք են բերել էլեկտրահարող սարք եւ կրփազենք եւ փորձում են ձեռք բերել ինքնաձիգ։ Սևանի քննչական բաժնում նախաձեռնվեց քրեական վարույթ։ Մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ զենքի գործադրմամբ խոշոր չափերով ավազակություն կատարելու նախապատրաստման հատկանիշներով։ Ապրիլի 3-ին Սևանի 2 բնակիչների նկատմամբ հարուցվեց հանրային քրեական հետապնդում եւ նրանք նույն օրը ձերբակալվեցին։ Երկուսն էլ կալանավորվել են։ Նախաքննությունը շարունակվում է։ Ձեռնարկվում են միջոցներ բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ։